Եղբայրս հայտնեց, որ Փեսան ուրիշ ընտանիք ունի։ Ճշմարտությունը կրում է անչափելի ծանրություն։ Ծանրությունը, որը հեղուկ կապարի պես հոսում է թոքերդ ներքև, այրում է կոկորտդ, սառեցնում ձեռքերդ այնքան, որ այլևս չես կարողանում պահել դրանք առանց դողալու։ Ես զգացի այդ ծանրությունը ուղիղ ժամը 14:47-ին։ Սովորական երեքշաբթի։ Մի օր, որը կմոռացվեր մարդկության պատմության կողմից, բայց որը երբեք չէր մոհանա ինձ համար։ Իմ եղբայր Մարկուսը մտալ իմ բնակարան այնպիսի արտահայտությամբ, որը մինչ այդ պահը երբեք չէի տեսել մարդկային դեմքի վրա։ Դա վախ չէր, դա զայրույթ չէր, դա ափսոսանք չէր, դա ինչ-որ բան էր բացարձակ սարսափի և լիակատար կաթվածահարության միջև։ Կարծես նրա մարմինը սովորել էր սառեցնել, մինչդեռ միտքը շարունակում էր այրվել։ Եվ նա ասաց ընդամենը 3 բառ, նախքան բազմոցին փլուզվելը։ Նախքան նրա ամբողջ մարմինը կարծես տեղի տվեց իր կրածի ծանրության տակ։ Նա ունի ևս մեկ ընտանիք։ Ոչ ոք չի պատրաստում ձեզ այդ արտահայտությունը լսելուն։ Ոչ ոք։ Կյանքում չկան դասընթացներ, հուզական գոյատևման ձեռնարկներ։ Բավարար բառեր չկան մարդուն պատրաստելու այն պահի համար, երբ նա կհասկանա, որ ձեր սիրելի մեկը, որի ապագան անբաժանելիորեն կապված է ձեր ապագայի հետ, ապրում է բոլորովին այլ կյանքով, քան դուք կարծում էիք, որ նա ապրում է։ Դրա համար նախապատրաստություն չկա։ Մենք մեծանում ենք հավատալով որոշակի բաների։ Մենք հավատում ենք, որ մեզ դուր եկող մարդիկ այն են, ինչ իրենք ասում են, որ կան, որ գաղտնիքներն ունեն սահմաններ, որ կա մի կետ, երբ ճշմարտությունը պետք է բացահայտվի, քանի որ ոչ մի սուտ չի կարող հավերժ պահվել։ Բայց կան ճշմարտություններ, որոնք խախտում են իրականության ողջ տրամաբանությունը, որոնք հակասում են մարդկային տարրական ըմբռնմանը, եւ երբ դրանք լույս են տեսնում, դրանք ոչնչացնում են ոչ միայն նրանց, ովքեր պահում են դրանք, դրանք ոչնչացնում են նրանց, ովքեր հայտնաբերում են դրանք, դրանք ոչնչացնում են նրանց, ովքեր լսում են դրանք սովորական օրը, մինչ դուք պարզապես փորձում եք ապրել ձեր կյանքը։ Դրանք ոչնչացնում են այն ամենի հիմքը, ինչ դուք կարծում էիք, որ գիտեք ձեր շրջապատի մարդկանց իրականության ցանկացած բանի կրկին վստահելու հնարավորության մասին։ Իմ եղբայր Մարկուսը նշանված էր ուղիղ 3 տարի։ 3 լրիվ տարի Ջենիֆեր անունով մի կնոջ հետ։ Նա այդ ժամանակ 31 տարեկան էր, քաղաքի կենտրոնում գովազդին գործակալության ստեղծագործական տնօրեն։ Ծիծաղում էր, որը կարող էր լցնել ամբողջ սենյակները, նույնիսկ երբ գտնվում էր խաղաղ անկյունում։ Եվ երազներ էր տեսնում, որոնք լցնում էին շաբաթներ շարունակ զրույցներ հանգստյան օրերին, երբ նրանք նստած էին պատշգամբում եւ գինի էին խմում։ Նրանք նշանակել էին հարսանիքի ամսաթիվը հաջորդ ամիս։ Հաջորդ ամիս 15 օր։ 15 օր մինչև Ջենիֆերը կհագներ սպիտակ զգեստ, որն արժեր ավելի շատ գումար, քան մարդկանց մեծ մասը վաստակում է ամիսներով, կքայլեր միջանցքով, մինչ հարյուրավոր աչքեր կհետևեին նրան, պատրաստ կլիներ տալ խոստումներ, որոնք հավանաբար արդեն գիտեր, որ չեն պահվի։ Մարկուսը մատանիները գնել էր 3 ամիս առաջ, գնացել էր հայտնի ոսկերչի մոտ եւ ժամերով ուսումնասիրել էր յուրաքանչյուր մանրուք։ Նրանք ամրագրել էին Բահիայի հանգստավայր Մեղրամսի համար, թանկարժեք վայր, հատուկ վայր, որտեղ պետք է տեղի ունենային կյանքի մնացած մասի առաջին օրերը, որը կարճ ժամանակում լիովին կոչնաչանար։ Ամեն ինչ պլանավորված, հաստատված, կատարյալ, չափազանց կատարյալ, որպեսզի իրական լիներ, ինչպես շուտով կիմանանք։ Բայց այն գիշերը, երբ Մարկուսը այդ աննկարագրելի արտահայտությամբ ժամանեց իմ բնակարան, դա ոչինչ նշանակություն չուներ, որովհետև նա հայտնաբերել էր։ Այսօր չես գալիս։ Դեյվիդը արագ պատասխանեց, այնպիսի արագությամբ, որը ենթադրում էր, որ նա սպասում էր այդ հաղորդագրությանը, որ դա որոշակի օրինաչափության մաս էր կազմում։ Վաղը անպայման, խոստանում եմ։ Ջենիֆերը ձևացրեց, թե չի տեսնում, բայց նա տեսավ, եւ Դեյվիդը գիտեր, որ նա գիտեր։ Նրանց միջև լռության պայմանագիր կար, որը գերազանցում էր բարձրաձայն ասված ցանկացած բառ։ Պայմանագիր, որն ասում էր. ես կձևացնեմ տեսագոյություն չունի, եթե դու ձևացնես տեսագոյություն չունի։ Մարկուսը սկսեց հետաքննել։ Ոչ թե այնպես, ինչպես կհետաքններ մտահոգ զուգընկերը, ինչպես կհետաքններ մասնավոր դետեկտիվը, ինչպես մեկը, ով զգում է, որ իր աշխարհը անհետանում է, կսկսի ապացույցներ փնտրել, որ իր կասկածածը իրական է։ Նա ստեղծեց կեղծ էջեր սոցիալական ցանցերում, հաշիվներ անուններով, որոնք ոչ ոք չէր ճանաչի, դեմքեր, որոնք նա վերցրել էր այն մարդկանց լուսանկարներից, որոնց երբեք չէր հանդիպի։ Նա խնդրեց իր վստահելի գործընկերոջը անուղղակիորեն հարցնել Դեյվիդի մասին, ձևացնել, թե հետազոտություն է անում որևէ նախագծի համար, տեղեկատվություն ստանալ այնքան նրբորեն, որ Դեյվիդը երբեք չիմանա, որ իրեն հարցաքննում են։ Նա գնաց Ֆելիպեի բնակարան մի շաբաթավերջ, շաբաթ երեկոյան, երբ ամբողջ քաղաքը կարծես շարժման մեջ էր, եւ սպասեց։ Նա սպասեց վարձակալած մեքենայով, փակ պատուհաններով,
Քաղցած ծարավ սիրտը արագ բաբախելով։ Եվ Դեյվիդը հայտնվեց։ Ուրբաթ օրը, որը հետագայում կարևով կթվար, ժամը 19:42-ին, Դեյվիդը մկավ այդ շենքը, ձեռքին ճամփրուկ, միջին չափի ճամփրուկ, սև, այնպիսի բան, որը դուք կտանեիք մի քանի օրով գնալու։ Նա դուրս եկավ ժամը 23:15-ին, խոնավ մազերը կարծես նոր էր լոգանք ընդունել, ինչպես կարծես մնացել էր ինչ-որտեղ, որտեղ դա պահանջվում էր։ Իբրև այդ վայրը բավականաչափ կարևոր էր, որ նա ցանկանար մաքուր լինել հեռանալիս։ Բայց դա դեռ բավարար չէր ստի իրական չափը իմանալու համար, որովհետև փոքր ստերը գոյություն չունեն առանձին։ Փոքր ստերը միայն սկիզբն են։ Փոքր ստերը նման են ամբարտակի ճաքերի, եւ երբ սկսում ես տեսնել ջուրը հոսում ճեքերի միջով, գիտես, որ ամբողջ ամբարտակը փլուզվելու է։ Որովհետև կա մի բան, որ դուք պետք է հասկանաք լավ կառուցված ստերի մասին։ Դրանք գոյություն չունեն մեկուսացված, դրանք չեն ապրում մաքուր վակուումում, դրանք կարիք ունեն կառուցվածքի, հենարանի, կեղծ իրականության բազմաթիվ շերտերի կանգուն մնալու համար, ինչպես մի շենք, որը դրսից ամուր է թվում, բայց ներսից խոռոչ է։ Եվ որքան մեծ է սուտը, այնքան ավելի շատ կառուցվածք է պահանջվում։ Որքան խորն է սուտը, այնքան ավելի շատ մարդիկ պետք է ներգրավվեն այն կենդանի պահելու համար։ Այսպիսով, երբ Մարկուսը սկսեց քաշել թելը, ավելի ու ավելի շատ թել դուրս եկավ։ Այն անվերջ էր թվում։ Կարծես նա քաշում էր մի կտոր, որը ձգվում էր հավերժ, որը երբեք չէր ավարտվում, որ որքան շատ էր քաշում, այնքան ավելի շատ կար քաշելու։ Եվ նա հայտնաբերեց, որ դա միայն Ֆելիպեն չէր, կար շատ ավելին։ Կար մի երեխա, մի փոքրիկ երեխա, մի 7-ամյա աղջիկ, որն ապրում էր Ֆելիպեի հետ, որն Ֆելիպեին հայր էր անվանում, որին Դեյվիդը ամեն շաբաթ այցելում էր, կարծես նա նրա պապիկը լիներ, կարծես նրանց միջև հարաբերությունները հին ու հաստատված լինեին։ Կարծես այդ աղջիկը ընտանիքը տարիներ շարունակ ճանաչել էր Դեյվիդին։ Եվ իհարկե ճանաչում էին, որովհետև դրանք խորը արմատներ ունեին, շատ խորը արմատներ։ Երբ Մարկուսը վերջապես բացահայտեց ամբողջ ճշմարտությունը, հորինված ստի ողջ ծավալը, նա նստած էր մի թաղամասի սրճարանում, որտեղ սովորաբար երբեք չէր այցելի, օգտագործում էր ընկերոջ փոխարած համակարգիչը, դողում էր, կարծես ջերմություն ունենար, եւ հենց նոր լուսանկար էր գտել Ֆելիպեի մորաքրոջը պատկանող անձնական Facebook-յան ալբոմում։ Այդ լուսանկարում Դեյվիդը փոքրիկ աղջիկան գրկել էր ուսերին, եւ նա ծիծաղում էր, իսկապես ծիծաղում էր։ Երեխայի ծիծաղը նման չէ որևէ այլ ծիծաղի։ Այն անձնուրաց է, այն մաքուր է, այն անկեղծ է այնպիսի ձևով, ինչպես մեծահասակները երբեք չեն կարող լինել։ Եվ այդ լուսանկարի վրա ամսաթիվ կար։ Այդ լուսանկարը արվել էր 7 տարի առաջ, հենց այդպես, այն ժամանակ, երբ աղջիկն ապրել էր։ Դա նշանակում էր անհնարին մի բան, որը Մարկուսը ժամերով մշակելու համար էր ծախսել, մի բան, որը նրան անշարժ էր թողնում, այնքան երկար նայելով լուսանկարին, որ սրճարանի մատուցողը հարցրեց. «Լավ է»։ Դեյվիդը ճանաչել էր այս երեխային մինչև Ջենիֆերին հանդիպելը։ Դեյվիդը սիրել էր այս երեխային մինչև Ջենիֆերին հանդիպելը։ Դեյվիդը ամբողջ կյանք էր կառուցել Ֆելիպի եւ նրանց դստեր հետ, մի կյանք, որը ներառում էր պլանավորում, պատասխանատվություն, հայրական սեր։ Նախքան Ջենիֆերը նույնիսկ իմանար Դեյվիդի գոյության մասին։ Եվ Ջենիֆերի նրա աշխարհ մտնելուց հետո, Ջենիֆերին իր ընկերուհին խնդրելուց հետո, նրա հետ ապագա խոստանալուց հետո, նա պարզապես շարունակեց, պահելով երկու կյանքերն էլ կատարյալ հավասարակշռության մեջ, բաժանելով շաբաթը երկու աշխարհների միջև, որոնք երբեք չպետք է հատվեին, բայց որոնք ինչ-որ կերպ նա կարողացել էր առանձնացնել 3 ամբողջ տարի, 107 օր, այդ ժամանակի յուրաքանչյուր վայրկյանի համար։ Մարկուսը չէր կարողանում շնչել, երբ սա ինձ պատվեց։ Նա մտել էր իմ բնակարանը եւ դեռ չէր նստել, սկսեց խոսել։ Բառերը դուրս էին գալիս այնպես, կարծես փսխում էր, կարծես յուրաքանչյուր բառ ինչ-որ բան լիներ, որ նա պետք է դուրս մղեր իրենից, թե չէ կմահանար։ Նրա ձեռքերը դողում էին, աչքերը արյունոտ էին։ Նա ասաց, որ ավելի հին լուսանկարներ էր փնտրել։ Նա ամբողջ տարիներ ուսումնասիրել էր Facebook-ում, Instagram-ում, ամեն ուր, որտեղ կարող էր ապացույց գտնել։ Նա պարզել էր, որ Դեյվիդը աղջկա հայրությունը գրանցել էր միայն գրանցհամատայանում, որ նա պաշտոնապես ապրում էր Ֆելիպի եւ նրանց դստեր հետ իրավական գրանցհամատայանում, բայց որ նա ուներ բնակարան, որտեղ պահում էր որոշ հագուստներ, որպեսզի կարողանար լինել Ջենիֆերի հետ, առանց նրա չափազանց շատ հարցեր տալու, որ նա ուներ 2 հեռախոս, որ նա ուներ 2 բանկայի հաշիվ, որ նա ուներ 2 կյանք, ամբողջական փաստաթղթերով, պատմությամբ, խորությամբ, որ նա կառուցել էր իր այնպիսի կատարյալ կրկնօրինակում, որ կարծես 2 տարբեր մարդիկ լինեին, որոնք ապրում էին զուգահեռ կյանքերով, որոնք երբեք չպետք է հատվեին, բայց որ ինչ-որ կերպ նա կարողացել էր դրանք առանձին պահել մաքուր հետևողական ստերի միջոցով։ Նա նաև հայտնաբերել էր, որ գոյություն ուներ ֆինանսական օրինաչափություն,
որ Դավիթը վարձը վճարում էր երկու տեղում, որ նա ուներ երկու վարկային գիծ, որ կանոնավոր կերպով փոխանցումներ էին կատարվում Ֆելիպի հետ համատեղ օգտագործվող հաշվին, որ կային կրկնակի ծախսեր, ամեն ինչի կրկնապատկում, կարծես նա երկու անգամ կյանք էր ապրում, կրկնակի վճարելով միաժամանակ երկու մարդու խաբելու արտոնության համար։ Բայց զուգահեռ կյանքերը միշտ հատվում են վերջում։ Դա պարզապես ժամանակի հարց է, պարզապես հարց է, թե որքան ժամանակ կարող ես միաժամանակ երկու ստեր կենդանի պահել մինչև դրանցից մեկը պայթի։ Որովհետև այնինչ Մարկուսը հետո հայտնաբերեց, նույնիսկ ավելի անհանգստացնող էր, քան այնինչ նա մինչև այդ հայտնաբերել է։ Ես կձևացնեմ, թե սա գոյություն չունի, իսկ նա կձևացնի, թե այս աշխարհն է միակը, որ կարևոր է, երբ նա ինձ հետ է։ Եվ քանի դեռ նա կրում էր իր մատներին փայլող ադամանդե մատանին, քանի դեռ հարսանիքը տեղի էր ունենում հաջորդ ամիս, քանի դեռ ամեն ինչ մնում էր իր սահմանած սահմաններում, իր նշանակած ժամերի ընթացքում նա հարցեր չէր տա։ Նա պատասխաններ չէր պահանջի, նա չէր բարձրացնի այդ թեման։ Մարկուսը սա հայտնաբերեց Ջենիի եւ իր մոր զրույցների միջոցով։ Զրույցներին նա կարողացել էր մուտք գործել Ջենիֆերի մոր կողմից Մարկուսի տանը թողած համատեղ օգտագործվող պլանշետի միջոցով։ Պլանշետ, որն ուներ ոչափը ակտիվ, ամիսների պատմություն եւ այն ամենը, ինչ նրան անհրաժեշտ էր ճշգրիտ հասկանալու համար, թե ինչ էր պատահել։ Նա ունի այս ուրիշ բանը, մի օր Ջենիֆերը գրել էր մորը, կարծես խոսում էր այնպիսի աննշան բանի մասին, ինչպիսին է եղանակը։ Բայց երբ նա ինձ հետ է, նա լիովին ներկա է։ Մենք կարծես ապրում ենք մեր սեփական աշխարհում եւ ուրիշ ոչինչ կարևոր չէ։ Նրա մայրը պատասխանել էր. Գիտես, որ սա հիվանդություն է, չէ, որ մարդը, որը կարող է միաժամանակ երկու կյանք ապրել, ամեն ինչի ընդունակ է։ Ջենիֆերը օրերով չէր պատասխանում։ Նա պարզապես օրերով բաց էր թողնում չաթը, առանց այն կարդալու։ Եվ հետո երկար ժամանակ անց նա գրեց. Ես ձևացնելու եմ, թե այս զրույցը երբեք տեղի չի ունեցել։ Դուք էլ կպատահեք, չէ, որովհետև ես ուզում եմ այն կյանքը, որը ես ծրագրել եմ, եւ նա ինձ այդ կյանքը տալու է։ Նա խոստացել է։ Այստեղ ինձ հետ նա միայն իմն է։ Ջենիֆերի մայրը պարզապես պատասխանեց. Լև, ես կձևացնեմ, թե չգիտեմ։ Երբ Մարկուսն ինձ այս մասը պատմեց, ես պարզապես չկարողացա ընկալել այն, որովհետև դա նշանակում էր, որ Ջենիֆերը գիտակցաբար նշանադրվել էր, իմանալով, որ Դեյվիդն ունի մեկ այլ ընտանիք, որ նա դարձել էր այնպիսի մեծ ստի մասնակից, որ գործելու համար անհրաժեշտ էր նրա ակտիվ մասնակցությունը, որ նա նայել էր այդ մատանուն եւ որոշել, որ այդ մատանին ավելի արժեքավոր էր, քան ճշմարտությունը, որ կյանքը ավելի արժեքավոր էր, քան անկեղծությունը։ Եվ ավելին, դա նշանակում էր, որ Ջենիֆերի մայրը գիտեր, որ նա գիտեր ով գիտի որքան ժամանակ, որ նա որոշել էր, որ ամուսնությունը, պատրանքը, ծրագիրը ավելի կարևոր էին, քան ճշմարտությունը սեփական որդուն ասելը, որ նա լուր համաձայնության էր եկել անազնվության հետ, քանի որ չափազանց նվիրված էր հիմա հեռանալուն, որ նրանց շրջապատում կային մարդիկ, ովքեր գիտեին այս բացարձակ գաղտնիքը եւ ընտրեցին այն պահել, թույլ տալ, որ այն շարունակվի, քանի որ պատրանքը պաշտպանելն ավելի կարևոր էր, քան ճշմարտությունը ասելը, որովհետև պլանավորված հարսանիքը, գնված մատանին, արդեն տեղեկացված հյուրերը ավելի կարևոր էին, քան մարդու ազնվությունը։ Ես հարցրի Մարկուսին. իսկ հիմա ինչ էր նա անելու։ Արդյոք նա Ջենիֆերին էր պատմելու։ Արդյոք նա Դեյվիդին էր դեմ առան կանգնելու։ Արդյոք նա չեղարկելու էր հարսանիքը։ Ինչպես ես վերադառնում նման բանից հետո։ Ինչպես ես շարունակում ապրել, երբ գիտես այն, ինչ գիտես։ Մարկուսը անմիջապես չպատասխանեց։ Նա այնքան երկար նայեց ձեռքերին, որ ես կարծեցի, թե քնած է, կամ թե հանձնվել է, կամ թե որոշել է, որ ճիշտ պատասխան չկա, ճիշտ գործողություն չկա, որ ամեն ինչ պարզապես վատ հետևանքների հանգեցնող վատ ընտրությունների շարք է։ Հետո նա ասաց մի բան, որը ես դեռ չեմ կարողանում հանել գլխիցս։ Մի բան, որը հետապնդում էր ինձ հաջորդ օրերին։ Մի բան, որը վերադառնում էր ամեն անգամ, երբ փորձում էի քնել։ Ինչ տարբերություն կա այն բանի միջև, որ պարզես, որ քո փեսացուն մեկ այն ընտանիք ունի, թե որոշես նրան թույլ տալ ունենալ այն։ Երբ է ճշմարտությունը դադարում նշանակություն ունենալ, եթե դու արդեն որոշել ես, որ անտեղյակությունն ընդունելի է։ Այդ գիշեր Մարկուսը լքեց իմ բնակարանը, առանց ինձ ասելու, թե ինչ է մտադիր անել։ Նա միայն խնդրեց, որ ոչ մեկին չպատմեմ։ Չպատմեմ մորս, չպատմեմ մեր ընկերներին, չպատմեմ Ջենիֆերին, որ նա պետք է մտածի, թե ինչպես շարունակել, առանց ամբողջությամբ ոչնչացնելու այն կյանքերը, որոնք չգիտեին, որ կործանվում են։ Կամ գուցե այն կյանքերը, որոնք գիտեին եւ ձևացնում էին, թե չգիտեն։
Կամ գուցե այն կյանքերը, որոնք այնքան էին խորասուզված ստի մեջ, որ ստի ոչնչացումը կնշանակեր իրենց ոչնչացնելը։ Անցավ 3 օր։ Մարկուսի կողմից լիակատար լռություն։ Նա չէր պատասխանում հաղորդագրություններին, նա ոչ միտեղ չէր երևում, նա չէր զանգահարում, նա ոչ մի նշան չէր ուղարկում, որ դեռ կենդանի է, որ դեռ մշակում է, որ դեռ գոյություն ունի աշխարհում։ Ես սկսում էի մտածել, որ գուցե նա որոշել էր ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կար, որ գուցե նա հասկացել էր, որ կան այնքան մեծ, այնքան սրտաճմլիկ ճշմարտություններ, որ դրանց լույս աշխարհ գալուց օգտվում են միայն նրանք, ովքեր վայելում են կործանումը տեսնելը։ Որ գուցե նա հասկացել էր, որ ճշմարտությունն ասելը ոչինչ չէր փոխի, բացի ցավը համընդհանուր դարձնելուց, այլ ոչ թե անձնական։ Բայց հետո եկավ հանգստյան օրերը։ Եվ հանգստյան օրերին ընտանեկան ընթրիք էր։ Ընթրիք, որը պլանավորված էր շաբաթներ շարունակ, ամսաթիվը նշանակված էր, RSVP-ները ուղարկված էին, որպեսի նշվեր առաջիկա հարսանիքը, ընտանիքներին միավորելու համար, խոսելու երազանքների, հույսերի եւ ապագայի մասին։ Մենք բոլորս պետք է այնտեղ լինեինք։ Ծնողներս, տատիկս, որը 83 տարեկան էր եւ պետք է ավտոբուսով գար գյուղից, մի քանի հորեղբայրներ եւ մորաքույրեր, որոնք հազվադեպ էին այցելում մեզ, Ջենիֆերն ու Դեյվիդը եւ իհարկե Մարկուսը։ Մայրս նախորդ գիշերվանից ի վեր եփում էր։ Սեղանը գծված էր այնպիսի ուտեստներով, որոնք նա պատրաստում է միայն հատուկ առիթների համար։ Ուտելիքներ, որոնք պահանջում էին ժամանակ, նվիրվածություն, պլանավորում։ Կար նաև հնեցված գինի, որը հայրս պահել էր այսօրվա համար։ Կար նաև տորտ, որը նա ձեռքով էր պատրաստել, որի զարդարումը ժամեր էր պահանջել։ Կար այն տոնակատարության զգացումը, որը դու ունենում ես, երբ ընտանիքը միասին է, եւ թվում է, թե ամեն ինչ իր տեղում է։ Երբ թվում է, թե ամեն ինչ աշխատում է։ Երբ պատրանքը կատարյալ է։ Դեյվիդն ու Ջենիֆերը միասին ժամանացին, ձեռք ձեռքի տված։ Դեյվիդը ժպտում էր։ Կարծես իր ուսերին 2 բոլորովին տարբեր աշխարհներ չկրեր։ Կարծես դուրս չունենար, որը մեկ այլ տղամարդու հայ։ Աղջիկը լավ է, դուստրը, նա գեղեցիկ է, այնպես չէ։ Լռություն տիրեց։ Ոչ թե դադար, ոչ այն լռությունը, որը լինում է, երբ ինչ-որ մեկը տարօրինակ կատակ է անում, այլ լիակատար լռություն, որը սենյակից ներծծեց ողջ օդը։ Այն ներս էր քաշում բոլոր ձայները եւ պահում դրանք ինչ-որ հեռու տեղ։ Դեյվիդը դիմեց Մարկուսին, որի դեմքը աստիճանաբար սպիտակից փոխվում էր անանուն գույնի, գույն, որը չպետք է գոյություն ունենար մարդկային դեմքի վրա։ Ջենիֆերը գցեց ձեռքում պահած բաժակը, գինին արյան պես թափվեց սպիտակ սփռոցի վրա։ Եվ այդ պահին Դեյվիդն արեց ամենատարօրինակ բանը, որ կարող էր անել այդ պահին։ Նա չհերքեց դա, նա չհարցրեց, թե ինչպես Մարկուսը գիտեր, նա չփորձեց հորինել բացատրություն, նոր սուտ, որը կարող էր փոխարինել հինին։ Նա պարզապես նայեց Ջենիֆերին այնպիսի արտահայտությամբ, որը հետևում էր իր կյանքի վերջին պահերին դանդաղեցված կադրերով, ինչ-որ մեկի, ով գիտեր, որ ամեն ինչ ավարտվել է, ինչ-որ մեկի, ով 3 տարի ապրել էր կախված շնչառության վիճակում եւ այժմ վերջապես կարող էր արտաշնչել։ Եվ Ջենիֆերը պարզապես սկսեց լաց լինել։ Մայրս չէր հասկանում, նրա դեմքը շփոթվածությունից ծռմռվեց, հայրս նույնպես գցեց պատարակաղը, տատիկը լիովին լուռ մնաց, այն լռությունը, որը տարեց մարդիկ ունենում են, երբ տեսնում են մի բան, որի մասին երբեք չէին պատկերացնում։ Ոչ ոք չէր հասկանում, բացի ինձնից, Մարկուսից, Դեյվիդից, Ջենիֆերից եւ այն մարդկանցից, ովքեր միշտ ճշմարտությունն էին ասում եւ նախընտրում էին լռել։ Մարկուսը շարունակեց խոսել։ Նա հիշատակեց Ֆելիպեին։ Նա հիշատակեց Ֆելիպեի անունը, կարծես ամբողջ պատմությունը դուրս էր հանում այդ սենյակից, կարծես անձնական գաղտնիքը հանրային գիտելիքի էր վերածում։ Նա հիշատակեց դուստերը, նա հիշատակեց լուսանկարները, ամսաթվերը, չհիշատակված ուղևորությունները, լրացուցիչ հանդիպումները, որոնք լրացուցիչ հանդիպումներ չէին։ Նա հիշատակեց 2 բնակարանները, 2 հեռախոսները, 2 բանկային հաշիվները, Ստիվ ողջ ենթակառուցվածքը։ Նա նշեց, որ օրեր շարունակ ամեն ինչ գիտեր, եւ որ եկել էր այս ընթրիքին Դեյվիդին հնարավորություն տալու պատմել իր սեփական պատմությունը, անկեղծ ասած, ճիշտ բան անելու համար, կյանքում գոնե մեկ անգամ, ընտրել ճշմարտությունը երկերեսանության փոխարեն։ Նա նշեց, որ տեսել է լուսանկարները, որ տեսել է ժպտացող երեխայի, որ տեսել է այն կյանքը, որը Դեյվիդը կառուցել էր Ֆելիպեի եւ նրա դուստրի հետ, որ տեսել է, որ ինքը 7 տարեկան է, որ ամեն ինչ տեսել է։ Դեյվիդը չպատասխանեց։ Նրա ձեռքերը սկսեցին դողալ։ Նա նայում էր Ջենիֆերին, կարծես ուզում էր ինչ-որ բան ասել, կարծես կային բառեր, որոնք կարող էին շտկել սա, որոնք կարող էին հետ շրջել ժամանակը, որոնք կարող էին վերջին 3 տարիները վերածել ինչ-որ այլ բանի, քան նախկինում։ Ինչպես ես իմանում, որ սիրելի տղամարդը ուրիշ ընտանիք ունի, եւ հետո ինչպես ես շարունակում ապրել այնպես, կարծես դա երբեք էլ չի եղել։
Ոչ ոք պատասխան չուներ դրա համար, որովհետև ճշմարտությունն այն է, որ երբ զուգահեռ կյանք է բացահայտվում, երկու իրականություններն էլ միաժամանակ փլուզվում են։ Անհնար է երկուսն էլ շարունակել գործել ճշմարտությունը բացահայտելուց հետո։ Դուք չեք կարող անտեսել երեխայի գոյությունը։ Դուք չեք կարող անտեսել մարդու 7 տարիները, որոնք ապրել են հետևողական ստի մեջ։ Դուք չեք կարող պարզապես վերադառնալ ընթրիքի եւ ձևացնել, թե ոչինչ չի պատահել։ Ընթրիքն արդեն ոչնչացվել է, այն արդեն քանդվել է, այն արդեն վերածվել է բոլորովին այլ բանի, քան այն, ինչ եղել էր մի քանի րոպե առաջ։ Բայց ամենից անհանգստացնողը այդ պահին կործանված մյուս բոլոր կյանքերի մասին մտածելն է։ Ֆելիպեի կյանքը, որն այդ պահին տանն էր սպասելով Դեյվիդի վերադարձին։ Ֆելիպեի կյանքը, որը կարճ ժամանակ անց պետք էր ապրել առանց Դեյվիդի։ 7-ամյա աղջիկա կյանքը, որը երբեք չէր իմանա, թե ինչու անհետացավ իր պապիկը։ Ջենիֆերի ծնողների կյանքը, որոնք այժմ ստիպված կլինեին պահել ավելի մեծ գաղտնիք, որ նրանք ստիպված կլինեին խոստովանել իրենց, որ գիտեին, որ նրանք թույլ էին տվել դա, որ նրանք մեղսակից էին ստին, որ նրանք ընտրեցին պաշտպանել պատրանքը ճշմարտությունն ասելու փոխարեն։ Դավթի կյանքը, ով էլ որ նա իրականում լինի, որովհետև երբ այդքան երկար ապրում ես ստի մեջ, դադարում ես իմանալ, թե ով ես իրականում։ Որովհետև վերջում կար մի հարց, որը դեռ ոչ ոք չէր տվել, եւ երբ ես այն տվեցի Մարկուսին մի քանի օր անց, երբ մենք հանդիպեցինք մի սրճարանում, խմեցինք չափազանց սառը սուրճ եւ խոսեցինք ինչպես երկու ուրվականներ, քննարկելով այլևս գոյություն չունեցող կյանքեր, նա դեռևս որոշակի պատասխան չուներ։ Ինչ տարբերություն կար երկու ընտանիք ունեցող մարդու եւ երկու ընտանիքների միջև, որոնք ունեին մի մարդ, որը իրատանում նրանցը չէր։ Դավիթը երկու տարբեր մարդիկ էին, թե նա այնպիսի մարդ էր, որը չէր կարող լինել որևէ մեկը։ Այդ գիշեր, այդ ընթրիքից մի քանի օր անց, Մարկուսը իջավ իմ բնակարանի աստիճաններով, ինչպես մեկը, ով հայտնաբերել էր, որ իրականությունը ճկուն է, որ մեր ապրած կյանքը պարզապես լուր համաձայնություններ են, չափազանց շատ չկասկածել ուրիշների ապրած ստերին, եւ որ երբեմն, պարզապես երբեմն, ինչ որ մեկը թափ է տալիս իր ողջ զգուշությունը, ողջ նրբությունը, ողջ կարեկցանքը, եւ բարձրաձայն ասում է ճշմարտությունը։ Բայց ճշմարտությունը, որը ես հայտնաբերեցի այդ ընթրիքի ժամանակ, երբեք չի ավարտվում, երբ դու այն պատմում ես։ Այն պարզապես փոխում է ձևը, այն պարզապես գտնում է նոր աշխարհներ ոչնչացնելու համար, այն պարզապես վերացնում է եւ վերադառնում, ավելի ուժեղ, ավելի սառը, ավելի անդառնալի, քան նախկինում, ինչպես վիրուս, որը դու չես կարող ամբողջությամբ վերացնել, ինչպես հիվանդություն, որը դու հավիտյան կրում ես քեզ հետ։ Եվ հարցը, որը մնում է, որին մեզանից ոչ մեկը չի կարող պատասխանել, հետևյալն է. արդյոք Մարկուսը ճիշտ բան արեց, կամ նա պարզապես անձնական գաղտնիքը վերածեց հանրային ցավի, որը կտարածվեր այդ սենյակում գտնվող յուրաքանչյուրի վրա։ Արդյոք նա փրկեց Ջենիֆերին պատրանքների կյանքից, թե դատապարտեց նրան գիտելիքների կյանքի։ Որովհետև կան ճշմարտություններ, որոնք մեկ անգամ իմանալուց հետո չեն կարող անհայտ մնալ։ Դուք չեք կարող ինչ-որ բան սովորել եւ հետ սովորել։ Դուք չեք կարող ինչ-որ բան իմանալ եւ ձևացնել, թե չգիտեք։ Անտեղյակությունը ընտրություն է, որը դուք կատարում եք միայն մեկ անգամ։ Դրանից հետո դուք ստիպված եք ապրել այդ գիտելիքի հետ։ Ամեն օր հավիտյան։ Եվ կան մարդիկ, ովքեր հավերժ ապրում են խաբված լինելու գիտակցման եւ իրենց խաբված լինելու թույլտվության միջև ընկած տարածության մեջ, քանի որ ինչ-որ խորը մակարդակում նրանք միշտ կասկածում էին։ Միշտ կար այդ փոքրիկ ձայնը, որն ասում էր, որ ինչ-որ բան այն չէ, որ ինչ-որ բան իմաստ չունի, որ կա մի կյանք, որն ապրում են ստվերում։ Իսկ Դեյվիդի կյանքը երբեմն լսում եմ, որ նա թերապիայի է դիմում, որ փորձում է անկեղծ լինել այն մասին, թե ով է ինքը եւ ինչու է պետք ստեղծել այս երկու կյանքերը, որ փորձում է հաշտվել իր մեծացրած երեխայի հետ, իր սիրած ապա լքած կնոջ հետ, իր ասած ստերի հետ կարծես դրանք ճշմարտություններ լինեին։ Բայց այդ ընթրիքից հետո ինձ համար մի բան պարզ դարձավ, մի բան, որը Մարկուսի հետ մենք բազմիցս քննարկել ենք հաջորդող օրերին եւ շաբաթներին։ Ոչ ոք իրականում չգիտի, թե քանի կյանք կարող է մարդ ապրել, նախքան դադարել մարդ լինելուց։ Քանի ինքնություն կարող է պահպանել, նախքան լիովին անհետանալը։ Եվ ոչ ոք իրականում չգիտի, թե քանի ճշմարտություն կարող է մարդ պահել, նախքան դադարել ճշմարտություն լինելուց։ Որովհետև երբ դու բավականաչափ երկար կարճում ես ճշմարտությունից, այն փոխվում է, այն վերափոխվում է, այն դադարում է իրականություն լինելուց եւ դառնում է պարզապես պատմություն, որը դու պատմում ես ինքդ քեզ։ Եվ որոշ ժամանակ անց դու այլևս սկսում ես հավատալ պատմությանը։ Հնարավոր է հենց այս պահին է, որ մենք սկսում ենք դադարել լինել այն, ինչ մեզ թվում էր, եւ մենք սկսում ենք դառնալ այն ստերը, որոնք պահել ենք։ Մենք դառնում ենք գաղտնիքը, մենք դառնում ենք երկերեսանությունը, մենք դառնում ենք այն, ինչ ձևացնում ենք, թե չենք։ Իսկ ճշմարտությունը պարզապես շարունակում է գոյություն ունենալ, լուր, դիտարկող, սպասող,